Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է Մամիկոնյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներից մեկին, Վահան Մամիկոնյանին, ով 5-րդ դարում դարձավ հայոց ազգային ազատագրական պայքարի նախաձեռնողն ու կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Վահան Մամիկոնյանը ավարայրի ճակատամարտից հայտնի Վարդան Մամիկոնյանի եղբոր, հմայակի և ձվիկ իշխանուհու որդին էր, ով իր եղբայրների Վասակի ու Արտաշեսի հետ պատանդության էր տարվել Պարսից արքունիք և միայն հետագայում Գուգարաց իշխան Աշուշա Բդեշխի միջնորդությամբ ազատ է արձակվում և վերադառնում է հայրենիք, այդպիսով հոր և հորեղբոր մահից հետո դառնալով Մամիկոնյան տոհմի ավագ ներկայացուցիչ։ Եվ Վահան Մամիկոնյանի օրոք հայերը փաստորեն կրկին բախվում են Պարսից արքունիքի կողմից պարտադրված կրոնափոխության խնդրին։ Վարդանանց պատերազմից տարիներ անց նորից խնդիրներ են առաջանում հայ նախարարական համակարգի համար եւ իհարկե Սասանյան Պարսկաստանի արքունիքը գտնում է իր համար մեր նախարարական պետական համակարգը խարխլելու հարմար գործիք եւ բնականաբար դա եւս մեկ անգամ դառնում է հավատափոխության խրախուսումը։ Մեխանիզմը շատ պարզ է, մեր նախարարները ժառանգաբար իրենց հողերին տիրում էին, այդ հողերի վրա ապրող բնակչությունը որպես մարդկային ռեսուրս ժառանգաբար պատկանում էր նրանց եւ այդ տարածքը փաստորեն նաեւ իր տնտեսական հնարավորություններով նրանց սեփականությունն էր։ Հիմա ստացվում է, որ զինական եւ տնտեսական ուժ ունեցող նախարարները պետք է ինչ-որ ձև կորցնեին իրենց այդ ազդեցությունը եւ փաստորեն պարսկական Սասանյան Պարսկաստանի պետական համակարգը այս հարցում որդեգրում է հետևյալ մոտեցումը. կարելի է խրախուսել հավատափոխություն եւ դրա միջոցով արդեն հավատափոխ նախարարները կամ ընտանիքի անդամները ավելի ճիշտ կարժանան խրախուսանքի հնարավորություն կունենան ժառանգելու հայրենական հողատիրությունը, իսկ պետական կենտրոնական համակարգում կունենան հնարավորություն պաշտոնավարելու։ Բանն այն է, որ 428 թվականին Արշակունների արքայատան իշխանության կորստից հետո նոր պայմաններ են ձևավորվում, Հայաստանը մի կողմից կորցնում է իր թագավորությունը, բայց պահպանում է պետական համակարգ, որը դեռևս մեզանից 120 տարի առաջ պատմաբան Նիկողայոս Ադոնցը անվանել է նախարարական պետական համակարգ։ Եվ ահա այս նախարարական պետական համակարգը իրականում իսկ կենտրոնացված իշխանություն էր պահպանում, այսինքն որոշակի հիերարխիա կար իշխանության, պետական պաշտոնեության բոլոր պաշտոնները պահպանվել էին, բայց այն տարբերությամբ, որ նրանք ենթարկվում էին Պարսից արքայից արքային։ Օրինակ սպարապետի պաշտոնն էր պահպանվել, հազարապետի պաշտոնը եւ այդպես շարունակ։ Սկսվում է ապստամբությունը ինչից։ 481 թվականին արդեն լավ իմանալով, որ համապատասխան ազդանշան կա հարևան Վրաստանից, այնտեղ տեղի Վախթանգ Գորգասալ արքան կատարում է հետարքիր մի քայլ, անհնազանդություն է ցուցաբերում պարսկական արքունիքի առաջ, իսկ դա դրսևորվում է ինչպես։ Նա սպանում է Գուգարքի Բդեշխ Վազգենին, ով հավատուրաց էր եղել, հրաժարվել էր քրիստոնեությունից, ընդունել էր զրադաշտականություն եւ փորձել էր պարտադրել իր տիկնոջը Շուշանիկին եւս ընդունել զրադաշտականություն, բայց Շուշանիկը, որ Վարդան Մամիկոնյանի հայոց սպարապետի դուստրն էր, հրաժարվում է դրանից եւ նահատակվում է հենց իր ամուսնու ձեռքով։ Ահա այսպիսի անձնավորություն էր Գուգարքի Բդեշխը, իսկ վրաց թագավորությունը այդ ժամանակ գտնվում էր Գուգարքի Բդեշխի ենթակայության տակ։ Եվ երբ փաստորեն Գուգարքի Բդեշխին սպանում է վրաց թագավորը, ստացվում է, որ նա դուրս է գալիս Սասանյան Պարսկաստանի պետական համակարգի դեմ եւ դա հենց ապստամբության որպես կարևոր ազդանշան է հանդիսանում նաեւ հայ նախարարական համակարգի համար։ Կարող է մեր հեռուստադիտողի մոտ հարց առաջանա, որ ինչպես կարող էր փաստորեն Բդեշխի ենթարկվել թագավորը, շատ պարզ է, երբ որ փաստորեն մարզպանություններ էին ձևավորում
Սասանյան Պարսկաստանի իշխանությունները, նրանք մտածել էին ինչպես կարելի է օրինակ վրաց կամ արևելավրացական այդ տարածքը պահել իրենց հեպատակության տակ եւ գտել են այդ միջոցը եւ Վիրքի թագավորը սել է ենթարկվել Գուգարքի բդեշխին, տրամաբանությունն էլ շատ պարզ է։ Գուգարքի բդեշխի գործառույթը այն էր, որ նա պետք է հյուսիսային սահմանների պահպանությամբ զբաղվեր, մեծ հայքի թագավորության պարագայում այդպես էր։ Հիմա թագավորությանը գումարում է նաև Վիրքը եւ քանի որ դրանից առաջ էլ հարյուրամյակներ շարունակ մենք ունեցել ենք փաստորեն այնտեղ Հյուսիսային Կովկասի լեռնականներից պաշտպանելու խնդիր տարածաշրջանը եւ հայերը միշտ մասնակցել են այդ գործի կազմակերպմանը, հիմա ստացվում է, որ շատ հարմար առիթ էր Սասանյան Պարսկաստանի արքունիքի համար այսպես լուծելու խնդիրեր եւ վրաց թագավորին իրենցից ավելի կախյալ վիճակում դնելու։ Վերադառնալով մեր խնդրին, փաստորեն Վահանանց ապստամբությունը սկզբնական շրջանում հենց Վահան Մամիկոնյանի կողմից չէր ղեկավարում, այլ Սահակ Բագրատունու կողմից։ Եվ Սահակ Բագրատունին պետք է հետագայում 402 թվականին Զոհովի Ճարմանայի ճակատամարտում եւ միայն այդ պայմաններում Վահան Մամիկոնյանը ստիպված հանգամանքների բերումով պատերազմի ոչ միայն ռազմական փաստացի ղեկավարումն է իր ձեռքը վերցնում, այլ ամբողջ ապստամբության նաեւ քաղաքական մասը։ Այս առումով մենք ունենք այլ իրավիճակ եւ փաստորեն վերադառնալով 481 թվականի իրադարձություններ, փաստորեն վրաց թագավորի կատարած գործողությունը ազդանշան է դառնում եւ դրանից հետո մեզ մոտ նախարարները հավաքվում են Շիրակում, ժողով են գումարում եւ որոշում են այնպես սկսել ապստամբություն, որ պարսկական կողմը չհասցնի նախապատրաստվել։ Ցավոք Շիրակի ժողովի փաստորեն քննարկման մասին պարսկական կողմը տեղեկանում է Համատունյաց տոհմը ներկայացնող դավաճան մի նախարարի միջոցով եւ դրանից հետո իրենց մարզպանը հասցնում է փաստորեն փախուստի դիմել եւ այս գործողության արդյունքում փաստորեն մի փոքր խառնվում են մեր ապստամբության ղեկավարների ծրագրերը։ Փաստորեն, երբ պարսկական հրամանատարությանը հայտնի է դառնում այն փաստը, որ սկսվում է արդեն ապստամբություն, նրանք իրենց գործողությունները կարող են արդեն հաշվարկել եւ փաստորեն զորք հավաքած Ատրպատականից լրացիչ ուժերով Ատրվշնասպ մարզպանը, որ փաստորեն ընդամենը նշանակովի կուսակալ էր Հայաստանում եւ մեր նախարարական համակարգի հետ կապ չուներ, ես շեշտեմ այս հանգամանքը, որ մարզպանի գործակալություն, գոյություն չուներ, մարզպանը ուղղակի նշանակովի պաշտոնյա էր, պարսկական ադմինիստրատոր, ով պետք է ուղղակի տեղեկատվության փոխանակման փաստորեն գործով զբաղվեր եւ վերահսկեր հայ նախարարների գործողությունները պարսկական արքունիքին համապատասխան տեղեկատվություն փոխանցելով։ Հիմա նա փաստորեն պարսկական արքունիքից օգնական ուժեր ստանալով գալիս է Հայաստան, հայկական ուժերը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ դուրս են գալիս ընդառաջ եւ տեսնելով, որ թվականակով մեր կողմը զիջում է, հակառակորդը գերակշռող ուժեր ունի, ներքաշելով Հայաստանի խորքը մեր կողմը նրանց տանում է Արարատ լեռան լանջեր եւ այստեղ Ակորի գյուղի պատմական այն գյուղի մոտ, որ պետք է 1840 թվականին հետո փաստորեն այսինքն երկրաշարժի հետևանքով վերանա, այդ պատմական գյուղի մոտ տեղի ունենում ճակատամարտ եւ օգտվելով դիրքից համապատասխան դիրքավորումից հայերը կարողանում են վճռական հաղթանակի հասնել այս ճակատամարտում եւ հետո որոշում է մեր կողմը զարգացնել հաջողությունը, ներսում համապատասխան դերաբաշխում է կատարվում, կառավարություն է ստեղծում, Սահակ Բագրատունին փաստորեն այդ ժամանակ մարզպան է նշանակվում հայկական ուժերի կողմից եւ Վահան Մամիկոնյանը սպարապետ է նշանակվում, կաթողիկոսին վերադարձվում են մեծ դատավորի գործառույթները եւ այդպես շարունակ, այսինքն նախարարական համակարգը լիարժեքորեն իրեն դրսևորում է, ավելին իրենց մեր նախարարական համակարգին խորտ մարզպանի գործառույթը առանձնացվում է այն պարզ պատճառով, որ ցույց է դրվում, թե ով է լինելու թագավոր, այսինքն ակնհայտորեն գնում էր պայքար թագավորության վերականգնման ուղղությամբ եւ այստեղ վերստին պետք է հիշենք Մովսես Խորենացու
կատարած գործը, որ նրա երկու աշխատությունները փաստորեն հենց այդ թագավորության գաղափարին պետք է ծառայեն։ Եվ վերադառնալով կոնկրետ արդեն գործողություններին, պարսկական արքունիքը բնականաբար չի հանգստանում ստեղծված իրադրությամբ եւ Պերոզ արքան, ով հենց Հայաստանում նախարարական համակարգը քայքայելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու հարցում բավական նախանձախնդիր էր եւ ժամանակին աջակցել էր նույնիսկ Գադիշո Մախազին, ով հավատուրացությամբ պետք է ունենար լրացուցիչ այս իրավասություններ, այժմ որոշում է, որ պետք է նոր զորամասեր ուղարկի Հայաստան եւ այս նոր զորամասերը գալիս են եւ Արտազ գավառն են հասնում Ավարայրի ճակատամարտի վայրին մոտ, ոչ շատ հեռու, ներսեհապատ վայրում հայկական զորքը նրանց դիմավորում է, տեղի ունենում նոր ճակատամարտ եւ այստեղ կարողանում է Վահան Մամիկոնյանը փայլուն հաղթանակ ստանալ։ Նա նաեւ կարողանում է ճակատամարտում տակտիկական նորամուծություն իրականացնել եւ դարանակալ գնդի գործողությունների շնորհիվ ճակատամարտի թեժ պահին կարողանում է պարսկական շարքերում խուճապ ստեղծել եւ այս գործողության արդյունքում նաեւ ճակատային սուր գրոհների արդյունքում հայկական կողմը հասնում է լիարժեք հաջողության եւ ներսեհապատի այս հաղթանակից հետո ապստամբների դիրքերն ավելի են ամրապնդվում եւ մնում է փաստորեն արդեն հետագա այս շարունակությունը համագործակցություն վրացական կողմի հետ եւ ահա այստեղ ի հայտ են գալիս խնդիրներ։ Պարզվում է, որ վրաց թագավորը բանակցությունների մեջ է իր դաշնակիցների հետ, հոների հետ, պայմանավորվել է, որ հոները Հյուսիսային Կովկասից պետք է ներխուժեն Պարսկաստան եւ դա արվելու էր հետեւյալ կերպ. նրանք պետք է գային մասնակցեին Ճարմանայի ճակատամարտին նախ եւ առաջ, ժամանակակից Դերբենդ քաղաքի մերձակա հատվածում փաստորեն տեղակայված ամրությունները քանդ էին, որոնք Պարսկաստանի հյուսիսային սահմանն էին այդ ժամանակ եւ այդտեղից մտնեին փաստորեն աղվանքի տարածքով եւ պարսկական այս գերակշռող դիրքերը այստեղ պարտության մատնեին։ Հիմա փաստորեն հոները նորից խաղի մեջ են եւ միևնույն ժամանակ հոների մեկ այլ խմբավորում միջինասիական նրանց հատվածը, որ հեպթաղներ են կոչվում, նրանք պայքարում էին, պարսիկների թշնամիներն էին, այդ ժամանակ Սասանյան-Պարսկաստանի դեմ պատերազմում էին այնտեղ եւ ստացվում է, որ նրանք երկու ճակատով կռվելով համագործակցելու էին այստեղ նաեւ հայ-վրացական ուժերի հետ եւ այդ համագործակցությունը տալիս էր իր կարծեք թե արդյունքները, այդպիսի տպավորություն կար, սակայն ցավոք այնպես ստացվեց, որ նրանց զորամասերն ուշանում էին եւ մյուս կողմից ուրեմն վրաց որոշ իշխաններ եւ ցավոք նաեւ հայ նախարարների մասը ճակատամարտի թեժ պահին որոշում են, որ պետք է լքեն մարտի դաշտը եւ այս անմիաբանության հետևանքով եւ հունական փաստորեն գործոնի դեր չխաղալու հանգամանքով պայմանավորված հայկական կողմը պարտություն է կրում ճակատամարտում եւ այստեղ սոսկալի կորուստ է լինում, Սահակ Բագրատունին է զոհվում եւ նաեւ հայոց սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանն է զոհվում, ստացվում է, որ Վահան Մամիկոնյանը պետք է շտապ այդտեղ մնացած զորամասերը հավաքի եւ վերադառնա Հայաստան։ Երբ նա գալիս է Դվին, սկզբնական շրջանում նույնիսկ փորձում է գաղտնի պահել այն լուրը, այն փաստը, որ սպանվել է Սահակ Բագրատունին, այն մարդը պետք է փաստորեն թագավորության վերականգնման գործ իմի բերեր։ Եվ հետո երբ որ պարսկական կողմը իմանում է եւ անցնում գործողությունների, մեր միաբանությունն էլ որոշակիորեն խաթարվում է, որոշում է կայացում, որ պետք է հայոց ուժերը փաստորեն դուրս բերվեն կենտրոնական Հայաստանից եւ շարունակեն պայքարը արդեն բյուզանդական կայսրության հետ համագործակցաբար։ Ուղիղ ասել, որ Բյուզանդիան ներգրաված էր պատերազմում, սխալ կլինի, բայց ի տարբերություն Վարդանանց պատերազմի մենք տեսնում ենք, որ բյուզանդական կայսրությունը Վահանանց պատերազմի ժամանակ ունի որոշակի գոնե լռելիային ներգրավվածություն եւ այստեղ կա երկու կարևոր հանգամանք։ Մեկը այն է, որ բյուզանդական կայսրությունում Զենոն կայսեր օրոք ընդունվել է Հենոտիկոն կոչվող փաստաթուղթը եւ Հենոտիկոնը ասում էր, որ փաստորեն մեր եկեղեցու հետ ունեցած իրենց դավանաբանական խզումը քրիստոսաբանության հարցում, Քրիստոսի բնության
պարագայում կարծեք կարգավորվում էր, նորից ընդհանուր լուծում էր առաջարկվում եւ ստացվում որ մեր հիմնական տարաձայնությունը իրենց հետ կարծեք հարթվում էր եւ մյուս հանգամանք այն էր որ Բյուզանդիան փաստորեն իր արևելյան քաղաքականության մեջ նորից խնդիր էր դնում Սասանյան Պարսկաստանի հետ մրցակցությունը կոնկրետ Հայաստանի եւ հարևան տարածքների նկատմամբ գերիշխանության համար եւ դրա համար երբ որ Վահան Մամիկոնյանը դեպի խախտիկ է շարժվում Հայաստանի հյուսիս արևմտյան հատված, որի այս գոտին սահմանային կոնտակտային գոտի էր փաստորեն բյուզանդական կայսրության հետ, մենք տեսնում ենք, որ քանիցս սահմանահատումների դեպքեր է ֆիքսում։ Եթե մենք քարտեզագրում անենք ապստամբությունը, ակնհայտ է, որ հայկական կողմը հաճախ է սահմանահատում, իհարկե այդտեղ բացատրություն բերվում է, որ անտառապատ գոտի էր կարող էին եւ այդ հատումները, այսինքն իբրև փաստագրված շներ, բայց ակնհայտ է, որ բյուզանդական կողմը դեմ չէր այդ փուլում, որպեսզի հայկական կողմն ունենա որոշակի հաջողություններ եւ մեծացնի ճնշումը Սասանյան Պարսկաստանի վրա։ Եվ ինչ է տեղի ունենում այս իրավիճակում։ Փաստորեն պարսկական կողմը, որ նոր մարզպան էր ուղարկել, նոր զորավար եւ նոր մարզպան, հազարավուխտ զորավարը, ով բերել էր այստեղ Շապուհ Միհրանյան մարզպանին էր նշանակել ժամանակավորապես, նրանք երկուսով փորձում էին պայքարել, բայց Վահան Մամիկոնյանը հատկապես կարելի ասել պարտիզանական պայքարի որոշակի գործողություններով ուղղակի շարքից հանել էր նրանց տարբեր զորամասերի։ Եվ ահա 484 թվականին տեղի ունենում շատ կարևոր իրադարձություն, հեպթաղների դեմ ճակատամարտում զոհվում է Պերոզ արքան եւ նրա փոխարեն նրա եղբայրը Վաղարշ առաջինն է դառնում Պարսից արքա, նա որոշում է մեղմել հայերի մասով քաղաքականությունը, մի կողմից նա խնդիր ուներ զսպելու հեպթաղների առաջխաղացումը Միջին Ասիայում, մյուս կողմից բնականաբար զգուշանում էր, որ Բյուզանդիայի ազդեցությունը կարող է մեծանալ Հայաստանում եւ տարածաշրջանում եւ որոշեց ֆիքսել հայ նախարարական համակարգի իրավունքները, այն ինչը որ իրականում պատերազմի իրական պատճառն էր եւ այդ պատերազմը ստացել էր իհարկե նաեւ գաղափարական որոշակի շղարշ, որ քրիստոնեության եւ մեր եկեղեցու դիրքերը պաշտպանելով էր արտահայտվում եւ այսպիսով ստացվեց այնպես, որ նա Նիխոր անունով իր զորականին, պալատականին ուղարկում է Հայաստան եւ Հեր գավառի Նվարսակ գյուղում 484 թվականին տեղի ունենում նրանց հանդիպումը։ Այս հանդիպման ժամանակ Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունները շատ հետաքրքիր են ընթանում եւ ինչպես ներկայացնում է պատմիչ Ղազար Փարպեցին, ով փաստորեն եղել է մերձավոր գաղափարակիցը եւ փաստորեն գործակիցը Վահան Մամիկոնյանի, հենց նրա խնդրանքով է գրել իր պատմություն հայոց երկը, որտեղ նկարագրել է Վահանանց ապստամբությունը, այստեղ նա նշում է, որ Վահան Մամիկոնյանին շեփորներով էին մեր ուժերը դեպի պարսկական զորամաս ուղեկցում եւ սա նշանակում է, որ հաղթական գործողություն էր ընկալվում, այն, որ փաստորեն մեր վրա գերիշխող պետության ներկայացուցիչը եւ մեր նախարարական համակարգը ներկայացնող անձը հավասարը հավասարի պետք է թուղթ ստորագրեին իրար հետ։ Պայմանները բանակցելուց հետո ստորագրվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը եւ ֆիքսվեց հետեւյալը. Պարսկական արքունիքը ճանաչում էր փաստորեն հայ նախարարների ժառանգական հողատիրության իրավունքները իր բոլոր հետևանքներով, այսինքն ռազմական, տնտեսական եւ մնացած բոլոր հանգամանքներից ելնելով, հաջորդը պարսկական արքունիքը հրաժարվում էր զրադաշտականությունը խրախուսելու որևէ միջոցից, այսինքն նրանք այլևս ոչ միայն ուղիղ հավատափոխությունը պետք է խրախուսեին, այսինքն հրաժարվեին խրախուսելուց, այլ նաև պետք է հետևյալն անեին, հավատուրած նախարարներին այլևս արտոնություններ չէին տալու, եւ սա կնշանակեր, որ այլևս Հայաստանում նախարարների շրջանում մոտիվացիա չէր լինի դավանափոխ կամ կրոնափոխ լինելու եւ դա նշանակում է, որ նախարարական համակարգը իր ավանդական հունով կընթանար եւ վտանգ չէր առաջանա այդ հողատիրության խարխլման եւ եթե նախարարական համակարգը պաշտպանված չլիներ դժվար է ասել օրինակ երբևէ հնարավոր կլիներ արդյոք Բագրատունյաց Հայաստանի ստեղծումը տեղի ունենար այսինքն նախարարական պետական համակարգը հողը
պահեց հայերի սեփականություն մինչև 885 թվական եւ հենց նախարարական համակարգից հետո ծնվեց փաստորեն նոր արքայադոմը Բագրատունյան տոհմը։ Վերադառնալով 5-րդ դար մենք տեսնում ենք, որ Վաղարշ թագավորը վերահաստատեց այս ամենը հրավիրելով Վահան Մամիկոնյանին Պարսից արքունիք, նրանք այնտեղ նոր փաստաթուղթ ստորագրեցին, նորոգեցին փաստորեն Նվարսակի պայմանագիրը եւ ավելին փաստորեն Վահան Մամիկոնյանը ոչ միայն Մամիկոնյանների տանուտեր հաստատվեց, այլ նաեւ տանուտեր հայոց, իսկ նախարարական համակարգի գլուխ եւ պարսկական պաշտոնեության համակարգով նաեւ մարզպան։ Այս առումով փաստորեն նա լիարժեք իրավունքներ ապահովեց հայ նախարարական համակարգի համար մի երևույթ, որ պահպանվեց մինչև առնվազն 564 թվականը, երբ փաստորեն 80 տարի անց պարսկական նոր մարզպան Սուրենը պետք է փորձի նորից բարձրացնել այդ նախարարական համակարգը հարցականի տակ դնող խնդիր, նորից խրախուսել դավանափոխություն, կրոնափոխություն եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե մենք գնահատենք Վահանանց պատերազմը որպես երևույթ հայոց պատմության մեջ, ապա պետք է ֆիքսենք, որ այն Վարդանանց պատերազմի տրամաբանական շարունակությունն էր եւ մեծ հաշվով այն ոչ ոքի վիճակը կամ դադարեցված վիճակը, որ ստացվել էր Վարդանանց պատերազմից հետո, որ ոչ պարսկական կողմն էր անցնում վճռական գործողություններ եւ հայկական կողմն էլ աշխատում էր նոր օրակարգ չբացել, հիմա ամեն ինչ դրեց իր տեղերը, հստակեցրեց իրավիճակը, որ մի կողմից հայ նախարարական համակարգը, այսինքն Հայաստանը գլոբալ իմաստով իր լայն ներքին ինքնավարությունն է պահպանում եւ մյուս կողմից փաստորեն համաձայնվում է, որ պարսկական գերիշխանություն լինի այդ նախարարական համակարգի վրա։ Այս առումով իհարկե շատ կարևոր է փաստորեն ամրագրել եւս մեկ անգամ, որ հայ նախարարական համակարգը պահպանվեց եւ հաստատվեց նրա իրավունքները որպես պետականության որոշակի մոդել։ Վահանանց պատերազմը կարևոր նշանակություն ունեցավ հայերի ներքին ինքնավարության վերականգնման ու պահպանման համար։ Եվ որ ամենակարևորն այն է, այս ապստամբությունից հետո Պարսից արքունիքը պաշտոնապես հրաժարվեց հայերին կրոնափոխ անելու իր քաղաքականությունից ու Հայաստանում ի վերջո վերականգնվեց նախարարական կարգը։ Իսկ Վահան Մամիկոնյանի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։